բարեկամներ, շնորհալիների Իզաբել կենտրոնը ողջունում է իր հանդիսատեսին 175-րդ անգամ։ Մեր պատմությունը Ազնավուրի երգի մասին չէ, այլ երևանյան ազդագրերից շատերին լավ ծանոթ շնորհալի երեխաների Իզաբել բարեգործական կենտրոնի։ Կենտրոն, որն արդեն 20-ամյա տարեգրություն ունի եւ իր շուրջն է հավաքել բազմաթիվ օժտված երեխաների, նրանց համար ճանապարհ հարթել դեպի մեծ համերգասրահներ։ Մենք պատմելու ենք կենտրոնի հարուստ կենսագրության մասին, նրա արած գործերի, ապրած բերկրանքի եւ ուրախությունների, իրականացրած երազանքների ու անելիքների մասին։ Պատմելու ենք բոլոր նրանց մասին, ովքեր Իզաբելի հետ են սկսել իրենց ուղին արվեստի աշխարհում, ովքեր եղել են Իզաբելի կողքին, ովքեր օգնել, աջակցել ու համագործակցել են Իզաբելի հետ։ Թե ինչպես ստեղծվեց կենտրոնը եւ ինչու այն կոչվեց Իզաբել, կպատմենք ավելի ուշ, իսկ որպես հայտագիր համառոտ ներկայացնենք։ Իզաբել բարեգործական կենտրոնն այսօր արդեն քառակի ոսկե մեդալակիր է, միջազգային տարբեր փառատոների մրցանակակիր։ Կենտրոնը հյուրախաղերի է մեկնել Կիպրոս, Եգիպտոս, Հունաստան, մասնակցել տարբեր միջազգային փառատոների Չինաստանում եւ Սիրիայում։ Կազմակերպել է բազմաթիվ համերգներ, մեծարման երեկոներ, նվիրված հանրապետության անվանի արվեստագետներին, ուսուցիչներին, զոհված ազատամարտիկների մայրերին եւ այրիներին։ Իզաբել կենտրոնը իր կազմակերպած համերգների հասույթից օգնել է զոհված ազատամարտիկների 150 ընտանիքների։ Այս բոլորն իհարկե տարիների աշխատանքի արդյունքում։ Այսօր արդեն բարձր է կենտրոնի հեղինակությունը եւ մեծ է վստահությունը կենտրոնի հանդեպ։ Եվ դա բնական է, որովհետեւ կենտրոնը համագործակցում եւ ակտիվ աշխատում է հանրապետության մշակույթի անվանի ու ճանաչված գործիչների հետ։ Կենտրոնի շուրջ այսօր հավաքված են մարդիկ, մասնագետներ, պետական կառույցներ, որոնք ոգևորված օժանդակում եւ օգնում են կենտրոնին իրականացնելու իր առաքելությունը։ Մեծ է այդ բարեկամների թիվը, նրանցից շատերը հայտնի անուններ են։ Շնորհալի երեխաների կենտրոնը հիմնադրվեց 1993 թվականին մանկավարժ Մարիետա Ավագյանի նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ։ Եվ ինչպես ինքը տիկին Մարիետան է մի առիթով ասել, Իզաբելը ծնվեց կարոտից եւ անհրաժեշտությունից։ Կոչումով մանկավարժը չէր կարող անտարբեր մնալ, չմտահոգվել տաղանդավոր ու օժտված երեխաների ճակատագրով։ Մեր երկրի համար դժվար այդ ժամանակներում նա որոշեց գտնել իր շուրջը համախմբել շնորհալի երեխաների ու աջակցել նրանց։ Տաղանդավորին եւ արժանավորին կանաչ ճանապարհ տալու համար է ստեղծվել Իզաբել կենտրոնը, որը սկսած 1993 թվականից ուղի է հարթում օժտված երեխաների համար։ Այնքան լավ եմ ես զգում, որ շրջապատված եմ իմ հիանալի անվանի արվեստագետ ընկերներիս հետ։ Ես միշտ մեծ հաճույքով եմ մասնակցել Իզաբել կենտրոնի կազմակերպած փառատոն մրցույթներին։ Հիշում եմ 1995 թվականին նրա կազմակերպած հզոր փառատոնը։ Թվում էր, թե ամբողջ Հայաստանն է ընդգրկված այդ փառատոնում։ Շատ հեշտ է աշխատել Իզաբել կենտրոնի տնօրեն Մարիետա Ավագյանի հետ, քանի որ նա հրավիրում է միայն լավագույն արվեստագետներին եւ մենք բոլորս միասին սիրով աշխատում ենք փառատոն մրցույթների ժյուրիի կազմում բացահայտելու նորանոր շնորհալիներ։ Փառավոր հաղթանակներ եմ ցանկանում իմ Իզաբելին։ Վանուշ Խանամիրյան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական։ Այսօր տարեմուտի երեկոյի են հավաքվել արվեստագետների 3 սերունդ, որոնք ճանաչված ու սիրված են հանրության կողմից։ Արվեստագետներ, որոնք տարիներ շարունակ ջերմությամբ է շրջապատել Իզաբել կենտրոնին, հայտնաբերելու այնպիսի տաղանդաշատ երեխաներ, որոնք փայլում են ոչ միայն հայ բեմում, այլ նաև արտերկրում։ Իզաբել կենտրոնի հետ մասնակցել եմ բազմաթիվ փառատոների, թե Հայաստանում եւ թե Հայաստանից դուրս։ Իզաբել կենտրոնը նման մի ջերմ ու համերաշխ ընտանիքի, որտեղ մենք ձեռք ենք բերում նորանոր բարեկամներ։ Մենք շրջապատված ենք անվանի արվեստագետներով, որոնց հոգացությունը մենք զգում ենք ամեն օր, որը մեզ ավելի պարտավորեցնում է։ Ուզում եմ ցանկանալ Իզաբել կենտրոնին, մեր շատ սիրելի
Մարետ Ավագյանին, որ այս տարում լինեն բազմաթիվ փառատոններ, բազմաթիվ համերգներ, որովհետև մեր տաղանդավոր երեխաները իրենց առաջին քայլերը արել են Մարետ Ավագյանի հիանալի կենտրոնում։ Կենտրոնի շնորհալիները իրենց հարգանքի տուրքն են մատուցում հերոս ազատամարտիկներին, այցելելով եռաբլուր, ծաղկեպսակներով զարդարելով մեր հերոսների շիրիմները։ Մենք զոհված ազատամարտիկների մայրեր եւ այրիներ։ Իլուր բոլորի մեր երախտիքի ու շնորհակալական խոսքն ենք հղում շնորհալի երեխաների Իզաբել բարեգործական կենտրոնին։ Իզաբել կենտրոնի տնօրեն Մարիետա Ավագյանը ոչ միայն չվախեցավ դահլիճում նայել սգավոր մոր, այրիացած կնոջ, որփացած երեխաների աչքերին, այլև փորձեց սրբել նրանց արցունքները իր հոգատարությամբ ու գթասրտությամբ։ 1993 թվականից մինչ օրս մանկական լույսի այս կենտրոնը ջերմացրել ու սփոփել է մեզ։ Անմոռաց են այն բազմաթիվ տարիների մայրության ու գեղեցկության տոները, երբ իզաբելցիները մեծարել են մեզ մայրաքաղաքի ամենաշքեղ համերգասրահներում։ Եվ շնորհակալ ենք այն օրերի համար, որ պարզապես հրավիրվել ենք Իզաբել կենտրոն մի բաժակ սուրճի շուրջ զրուցելու։ Թող հավերժ օրհնյալ լինի շնորհալի երեխաների Իզաբել բարեգործական կենտրոնը։ Մեզ համար այնքան սիրելի նրա մշտական համերգավար Իզաբելան եւ իհարկե նրա տնօրեն մեր Մարիետան։ Զոհված ազատամարտիկների ընտանիքների անունից։ Շնորհալիների Իզաբել կենտրոնը 5 տարի անընդմեջ բարեգործական համերգներով ելույթ է ունեցել Պետրոս Դուրյանի անվան թիվ 10 հատուկ դպրոցում։ Իզաբելցիները պարբերաբար նվերներով են այցելել սաներին, շնորհավորելու առաջին դասարան ընդունվելու եւ շրջանավարտներին դպրոցին հրաժեշտ տալու կապակցությամբ։ Արդեն 3-րդ տարին է Իզաբելը բարեկամացել է Մարի Իզմիրյանի անվան մանկատան սաների հետ։ Հաճախ են նվերներով այցելում մանկատուն, ինչպես նաև սաներին հրավիրում իրենց համերգներին։ Շնորհալիների Իզաբել կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության զորամասում։ Բազմաթիվ բարեգործական համերգներով Իզաբել կենտրոնը ելույթ է ունեցել հայոց բանակի տարբեր զորամասերում։ Իզաբելցիների շուրթերից ու սրտերից թևածում էր երգ երաժշտությունը։ Զինվորներն ու ողջ անձնակազմը հաջողություն եւ անմար երկինք ցանկացան Իզաբելի շնորհիվ։ Ավելի քան ամուր է Իզաբել կենտրոնի կապը հայ առաքելական եկեղեցու հետ։ 1 տարի առաջ ուղղակի ցանկություն առաջացավ մի նվիրատվություն անել եկեղեցուն եւ չգիտեի ինչ։ Երկմտում էի, մտածում էի տարբեր բաների մասին եւ ահա Տեր Շահեի հետ խորհրդակցեցի եւ ինքը անմիջապես ասաց, եթե կարելի է պսակադրության թագեր, ես մեծ հավատ ունեմ, որ իսկապես դա օրհնություն է բերելու հատկապես պսակադրվող ամուսնացող զույգերին։ Այսօր մենք կատարեցինք թագերի օրհնության կարգ, որը Տիկին Մարիետան իր դստրիկի հետ Իզաբելայի հետ միասին պարզապես հոգունվեր արեցին տաճար։ Ես պիտի օրհնաբանեմ քեզ, Տեր, պիտի ցնծամ առավոտյան քո ողորմությամբ, քանզի դու եղար իմ պաշտպանն ու ապաստանը եւ նեղությանս օրերի օգնականը։ Քեզ սաղմոս պիտի երգեմ իմ ապավեն Աստված, իմ ողորմության Աստվածքից։ 1998 թվականին հայ մշակույթի օրերը Եգիպտոսում փառատոնին մասնակցում էր նաև Իզաբել կենտրոնի պատվիրակությունը։ Համերգները տեղի ունեցան Կահիրեի ազգային օպերայի դահլիճում, Պողոսյան ազգային վարժարանում, ազգային մշակույթի պարտեզում եւ Ալեքսանդրիայի հայկական եկեղեցում։ Շատ պատասխանատու եւ պարտավորեցնող էր հատկապես Կահիրեի ազգային օպերայում կայացած համերգը։ Այդ համերգին ելույթ ունեցան Արուս Աճեմյանը, Մարտին Յավրյանը, Գուրգեն Դավաղյանը, Սյուզի Մովսիսյանը եւ Սոֆի Դևոյանի սաները։ Համերգը անցավ մեծ հաջողությամբ եւ Իզաբել կենտրոնը Եգիպտոսի մշակույթի նախարարության կողմից պարգևատրվեց ոսկե մեդալով։ Դա Իզաբելի առաջին արտասահմանյան մեծ նվաճումն էր։ Մեր շնորհալիները 9 օր շարունակ շրջագայեցին Եգիպտոսում եւ իհարկե տպավորություններն անմոռանալի էին։ Ես շատ երջանիկ եմ այսօր, իսկապես շնորհալի երեխաներ են։ Մենք գիտեինք հայ անվանի երաժիշտների, բայց չգիտեինք, որ Հայաստանի բոլոր երեխաներն են այսպես շնորհալի։ Այս փառատոնը համարվում է Եգիպտոսում կազմակերպված ամենահաջող փառատոններից մեկը։ Մենք ականատես եղանք հայ ժողովրդի մշակույթին, շատ բան իմացանք հայ ժողովրդի արվեստի մասին։ Շնորհակալություն Իզաբել կենտրոնին եւ բոլոր հայ շնորհալիներին։ Մուհամմեդ Ղունեյմ,
Եգիպտոսի մշակույթի առաջին փոխնախարար։ Հունաստանի հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Տիգրան Աբասյանի հրավերով 2000 թվականին Իզաբել կենտրոնի շնորհալիները հյուրախաղերով եղան Աթենքում։ Ելույթ ունեցան տեղի Օնասիսի կառուցած մշակույթի պալատում, հայկական Գալպակյան դպրոցում եւ Աթենքի Արարատ մշակութային կենտրոնում։ Խումբը համերգներից բացի եղավ նաև Աթենքի պետական համալսարանում եւ այցելեց տարբեր պատմամշակութային վայրեր։ Ահա թե ինչ է ասել Տիգրան Աբասյանը այդ ելույթների մասին։ Ելույթը այսիկվա պետք է ասել եւ զայրահեղություն չէ, երբ կործածեմ հրաշք փարը։ Ուրեմն շնորհալի բարեմ վերջը մենք հավանաբար հետ այսօր պետք է կործածենք հրաշք փարը, որովհետեւ փեմին վրա երևսող երեխաները հրաշք երեխաներ, որ գխոսանան աբակա, որ գերդեն կարգություն, որ գերդեն հայրենիք։ Եզի կմնա այս երեխաները աչքի լույսի պես պահել, իրենց կողքին ելալ, որպեսզի հասնեն իրենց մուրազին։ 2004 թվականին Իզաբելը անակնկալ հրավեր ստացավ Չինաստանից, մասնակցելու Տյանձին քաղաքում կազմակերպված մանկական արվեստի միջազգային փառատոնին, որին մասնակցում էին 37 երկրների 67 պատվիրակություններ։ Հայաստանի պատվիրակությունը թվով ամենափոքրն էր, բայց բազմաթիվ պատվիրակություններից միակն էր, որ իրավունք ստացավ մասնակցելու փառատոնի թե հանդիսավորվածման եւ թե փակման արարողությանը։ Անգամ CNN հեռուստալիքը ցուցադրեց մեր մասնակից Նարեկ Վարդանյանի ելույթը։ Այս փառատոնից եւս Իզաբելը վերադարձավ հաղթանակով։ Չինաստանի Տյանձին 2004 միջազգային փառատոնում մեր հայ շնորհալիները շահեցին 2 մրցանակ։ Այստեղ իհարկե արժե նշել, որ այդ դժվար ու հեքիաթային ուղևորությունը կայացավ Հայաստանում Չինաստանի եւ Չինաստանում Հայաստանի դեսպանությունների աջակցությամբ։ Երբ իմացա, որ հայ շնորհալիներ են մասնակցելու Չինաստանում միջազգային փառատոնին, եւ ուրախացա, եւ անհանգստացա։ Հայ շնորհալիների վստահ եւ կիրթ պահվածքը ինձ հավատ էր ներշնչում։ Իզաբելն իրեն արդարացրեց եւ բարձր պահեց Հայաստանի պատիվը։ Ես ուրախ եմ եւ հպարտ, որ ինչ որ չափով կարողացել եմ օգտակար լինել նրանց։ Միշտ պատրաստ եմ աջակցել իզաբելցիներին եւ բոլոր հայ շնորհալիներին։ Վասիլի Ղազարյան, Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Իսկ Սիրիայում Իզաբել կենտրոնի համբավը շատ մեծ է։ Այնտեղ մեր շնորհալիներին լավ են ճանաչում։ Արդեն 5 տարի անընդմեջ Իզաբել կենտրոնը մասնակցում է ԲԱԱՍ միջազգային փառատոնին եւ 3 անգամ պարգևատրվել է ոսկե մեդալով։ Սերտ է Իզաբելի եւ ԲԱԱՍ կազմակերպության բարեկամությունն ու համագործակցությունը։ Իսկ կենտրոնն այդ պատվին արժանացել է տարիների իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Վաստակել վստահություն եւ իրավունք իր նախընտրած մենակատարին եւ համույթին ներկայացնել արտերկրում։ Սիրիայում համերգներից բացի շնորհալիները մասնակցել են նաև բազմաթիվ հետաքրքիր հանդիպումների եւ էքսկուրսիաների։ Իզաբելի շնորհալիները համերգներով ելույթ են ունեցել Դամասկոսի կաթողիկե եւ Սուրբ Աստվածածին եկեղեցու Ամինեա համերգասրահում։ Շնորհալիների համար անմոռաց էր ընդունելությունը Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, Հալեպի առաջնորդարանում եւ համերգը 40 մանկունք եկեղեցում։ Սիրիայում իզաբելցիների փայլուն ելույթների համար միջազգային ԲԱԱՍ փառատոնի կազմկոմիտեն Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Սարփազանին պարգևատրեց կառավարության բարձրագույն հուշարձան։ Սիրիայում այնքան մեծ է Իզաբել շնորհալիների կենտրոնի վարկանիշը, որ փառատոնի կազմկոմիտեն նրան շնորհեց միջազգային ԲԱԱՍ փառատոնին մասնակցելու պատվավոր հյուր կոչմանը։ Իդեպ նշենք նաև, որ բոլոր այն երկրներում, ուր ելույթներով հանդես է եկել Իզաբել կենտրոնը, միշտ արժանացել է այդ երկրներում Հայաստանի Հանրապետության դեսպանների առանձնահատուկ ուշադրությանն ու ընդունելությանը։
Անձամբ ես եւ շնորհալների կենտրոնը երջանիկ ենք, հպարտ ենք, որ շրջապատված ենք շնորհալի երեխաներով։ Նրանք մեր ներշնչման աղբյուրն են եղել ու կան։ Նրանցով ենք մենք հասել հաջողությունների, նրանցով ենք մենք թռիչքներ գործել, նրանցով ենք մենք Հայաստան ներկայացրել, նրանցով ենք մենք եռագույնը ծածանել տարբեր երկրներով եւ նրանք եղել են մեր եւ իմ ներշնչման աղբյուրը։